Ողջույն ձեզ։ Ուղ եթերներիցս հետո Հայաստանում ապրող հայերը գրում են քո ինչ գործն է Հայաստանում ինչա կատարվում, գնացել ես Ամերիկա քո համար ապրի։ Ես իմ համար ապրում եմ, ապեր ջան, տիկին ջան, ապրում եմ։ Ինչ ես ցաված, որ Նիկոլ կպա, որ Քոչարյանին կպա, Սերժին կպա, թե Լևոնին կպա, քո ինչ է ցաված։ Հիմա ես քո հարցի պատասխանը տամ, ցույց տամ քեզ SMS-ով, քանի հայ Հայաստանում ապրող ինձ վատ ապրելու պատճառով գրում են կարող ես օգնել։ Գիտես, ես անուններ չեմ տա, ես իրավունք էլ չունեմ անուններ տամ, բայց դուք երբևիցե մտածել եք, ինչքան ցավ է, երբ որ մարդը քեզ դիմում է, որ դու իրան օգնես, ու դուրս է գալի տուպը դու այդ մարդուն մերժում ես, որովհետև ես մեկին կարամ օգնեմ, բայց այն քանակությունը, որ ես ցույց տամ, թե քանի հոգի են գրում, ես որ ուզենամ էլ չեմ հասցնի, իսկ ես շատ եմ ուզում, բայց ես չեմ կարա։ Այդ ինչ հիմար հասկացողություն է, այդ ինչ հիմար մտածելակերպ է, գնացել ես քո համար ապրի։ Այդ մենակ դու կարայիր այտենց լինեիր, գնայիր, մոռանայիր քո բարեկամին, քո հարազատին բոլորին, մոռանայիր ու մենակ քո համար ապրեիր։ Այդ արտահայտություն արող մարդիկ անպետք մարդիկ են, էգոիստ մարդիկ են։ Իսկ անպետքը, անպետք բառից ես հասկացել եմ, այնքան տգետ մասա կա հայերի մեջ, որ բառեր օգտագործում են, բայց չգիտեն, անպետք նշանակում է անպիտան։ Պիտի սենց ծանվի բառերը դրվի ձեր բերանի մեջ, որ դուք սկսեք հասկանալով գոնե կոմենտներ գրել։ Հիմա հասկացաք ցավս որն է, որ մարդը օգնություն է ինձանից խնդրում, ես չեմ կարող իրան օգնել։ Իսկ մտածել եք ով է դրա մեղավորը։ Մեղավորը այն մարդիկ են, ովքեր երկրի ղեկավար ընտրում են, ոչ թե որ այդ ղեկավարներն իրանց օգնեն, իրանց կյանքը սարքեն բարեկեցիկ, այլ դուք մենակ հայերն են այդպես։ Դուք ընտրում եք երկրի ղեկավար, որպեսզի դուք իրանց պաշտպանեք։ Մինչդեռ դու իրան ընտրում ես, որ ինքը քո կյանքը սարքի լավ ու բարեկեցիկ։ Կապ չունի ես որտեղ եմ ապրում Հայաստանից դուրս, բայց ես երբեք իմ լեզուն չեմ փոխում, ես երբեք իմ հայ տեսակը չեմ փոխում, ու մարդիկ, ովքեր որ օգնության կարիք ունեն, սկսում են մարդկանց դիմել, որ օգնես, մինչև այդ մարդիկ ոտքի կանգնեն։ Իսկ դու երբևիցե հասկացել ես, մեկից երբ որ մի բան ես խնդրում ու մերժում ես ստանում, դա ինչքան ահավոր բան է։ Դա ինչքան ահավոր բան է, ուրեմն այդ մարդը ինչքան է հոգեպես կոտրվել, ցածրացել, որ օգնություն է խնդրում, նույնիսկ
Այնքան ամաչում է, այնքան վատ է իրան զգում, որ նույնիսկ նկարել չկա, իր դեմքն էլ չի դնում, այդքան դա նրա նշանն է, որ ինքը այդքան իրան վատ է զգում, այդքան ամոթ է զգում, որ նույնիսկ իր դեմքով ինքը քեզ չի մոտենում, քեզանից գումար խնդրի։ Թող ես խնդրել բառի համար ինձ ներեն այդ մարդիկ, աջակցություն, հա։ Սա է պատճառը, որ ինձ ցավը, թե ով է այդ երկրի ղեկավարն այդտեղ նստած։ Ասում են հայերը Հայաստանում հիմա ուրախ են ապրում։ Ում հաշվին են ուրախ ապրում։ Պետության, թե հələ միացես քայլեք ուղակի։ 10 տնից 8-ի տան անդամներից մեկը օտար երկրում է ապրում ու իր ընտանիքին օգնում է, դրսից օգնում է։ Էդի եթե գումարես իր ստացած աշխատավարձին, եթե բլոգեր չի, օնլայն փող մուրող չի, էդ եթե գումարում ես իր աշխատավարձին, հա, ինքը թույլ կտա, որ առավոտը զարթնի, քնից ասի, այսօր Հայաստանում որ տարածքում է դհոլ զուռնա հլնեմ, մայկա տրուսիկս հագնեմ, իշտեմ տրճիկ տամ։ Որ հեռախոսով էլ նկարեմ, ցույց տամ, ես ուրախ եմ ապրում։ Կամ դուք մտածել եք ձեր բարեկամը, ձեր մերձավորը, որ դրսում է ապրում, ինչերի մեջով է անցնում, որ կարողանում է քեզ ինչ-որ մի բանով օգտակար լինի կամ հասցնի քեզ պահի։ Դա թասիբի բան է։ Եթե դրսում դոլարները կամ եվրոները ծառից կախած լիներ ու հեշտ լիներ այդ աշխատելը, այդի հավաքելը, դուք հաստատ իմացեք, ասեք Հայաստանում մեկ մարդ չէր մնաց, բոլորը կգային հավաքելու, որտեղ մեծ մասը ձեր աշխատել չի սիրում։ Իսկ եթե դու չես աշխատում անպետք ես, ով քեզ պետք է դիմի, որ դու իրան աջակցես։ Ոչ մեկ։ Դրա համար եմ ասում, երբ որ բան եք գրում, մտածեք, այս մարդը չի կարա էլի պրոստը, ասենք, տարիքն էլ թույլ չի տալ, ինքը ուղղակի չի կարա հելնի, ասենք, խոսա էլի։ Ես 20 տարեկան չեմ, 25 չեմ, 30 չեմ։ Որ այսօր դուք 20, 25, 30 տարեկանի տակ լայք եք անում, կոմենտ եք գրում, դուք այդ մարդկանց ոչ թե հավանում եք, դուք այդ մարդկանց սարքում եք հոգեպես ինվալիդ ու կյանքում իրանց դժվարության դեմ եք կանգնեցնում։ Էդ էլ ասեմ, գիտեք ինչի համար։ Որովհետև այս կյանքը հիմնված չի սրանից, նրանից վիդեոներ վերցնել, խելացի մտքեր վերցնել, փոխել, սարքել իրանց ու նստել հեռախոսի դեմ խոսալ, որ քո մոտ տպավորություն տա, որ ինքը խելացի է։ Չէ։ Այս կյանքը կյանքը առասարակ այտենց բաների վրա հիմնված չի։ Կյանքը փորձից է, օպտից է։ Միայն փորձ ունեցող մարդը կարա խորհուրդ տա։ 20 տարեկանը կարա հասկանա կյանքը, կարա ճիշտ ու սխալը հասկանա, բայց խորհուրդ երբեք չի կարա տա, մինչև 30 տարեկանը, գիտես ինչի, որովհետև այն ումը, որ ինքը քննադատում է, ինքը հələ չգիտի, որ ինքը լիներ դրա տեղը, ինչ կաներ, ոնց կաներ։ Խորհուրդ տալիս են միայն այն մարդիկ, ովքեր ունեն տարիքով բավարար ապրած կյանք։ Կյանքի փորձ ունեն։ Թե չէ, դուք այսօր, ասենք, երեխեքին 20-ից մինչև 30 տարեկան, ասենք, դնում եք ուրիշից գողացած մտքերի տակ լայքում սարքում եք հայտնիներ, դրա համար էլ ազգի վիճակը տենց է տեղ ու ապրող։ Այսօր որ մի
Դուք նկատել եք սոցցանցերում այսօր ինչ որ մեկը բացի սրան նրան քննադատելուց, այդ տարիքայինների մասին եմ ասում, մինչև 30 տարեկանները։ Սրան նրան քննադատելուց, ամբախ զամբախ խոսալուց, ուրիշի հաշվին PR են ստեղծում իրանց, ուրիշին վիրավորելով ուզում են ճանաչվել։ Դրանցից բացի ուրիշ ինչով են զբաղվում։ Ես օրինակ կարոտ եմ մնացել, ասենք, մեկը օրինակ, ասենք, Հայաստանում նստի, խոսա իր մասնագիտությունից, չնայած, այս վերջում 2 հոգու ես գտել եմ սայտով, ժողովուրդ, մարդիկ մասնագիտություն են սովորացնում, փորձ են սովորացնում, օրինակ, անունը մոռացել եմ, ես ավարտել եմ գյուղատնտեսական համալսարանը, ագրարային համալսարանը, նաև գիտեք, ասենք, երաժշտական բան ունեմ, չէ, ասենք, աստվածաբանական որոշակի կրթվածություններ ունեմ, ինձ այդ բաներն են հետաքրքրում, այս վերջում ես դարձել եմ հետևորդ այդ մարդու, ճագարաբուծությամբ այդ մարդը զբաղվում, ես հաճույքով նայում եմ, այդ մարդը գիտություն է սովորացնում, ես հաճույքով նայում եմ այն մարդկանց, ովքեր որ վարսավիրություն են սովորացնում են, մասնագիտություն են սովորացնում, ես մենակ դրանց տակ եմ լայքում, կապ չունի ես մասնագիտության վարսավիր չեմ, բայց ես դրա տակը լայքում եմ, որովհետև դա մասնագիտություն է, բայց ես ոնց նայում եմ, տեսնում եմ, դուք 23-24 տարեկան տղա աղջիկ երեխեքի սրանից նրանից գողացած մտքերը նստած լայքում եք ու դուք այդ երեխեքի սարքում եք ուղեղից ինվալիդ, ամենահեշտ ճանապարհն եք այդ երեխեքին անում, դարձիր հայտնի, վերջ, հայտնի դառավ մարդը, չնայած դրանց կյանքը շատ կարճ է, որովհետև հայտնի լինելը, ես ձեզ ասեմ, շատ վտանգավոր բան է, ամեն մարդու բան չի հայտնի լինելը, որովհետև վերև բարձրանալն է դժվար, բայց վերևից ընկնելը 1 րոպե է, գիտեք ինչի համար, որովհետև տակը հիմք չկա, իրա բոլոր ստեղծած տակի բաները դա գողացած էր, իրանը չէր։ Դու կարաս այդ տարիք երեխու պարին լայքես, երգին լայքես, այդ տարիք, որ ասենք հաճույք դուք չեք զգա, որ հայ մարդը, այն որ ասում են, չէ, հայ շինարար, հայ ստեղծարար, դաժե մի հատ տենց երգ կար, կարծեմ Մարատներ երգում Հայրապետյան, շատ լավ երգ է, սիրել եմ այդ երգը։ Մենք ասում ենք, չէ, մենք մեր ազգը ստեղծագործ ազգ է, մենք շինարար արող մարդիկ ենք, բա այդքան տաղանդը թողած, 50 տարեկան, կամ ասենք 60-70 տարեկան, նստել է 22 տարեկան անփորձ ունեցող, կյանքից ոչ մի փորձ հələ չունի ինքը, դրա տակը դուք այդ ձեր տարիքը ցածրացնում, առնում, ընկնում եք, լայքում, կոմենտ եք գրում, այդ երեխուն դուք վնասում եք։ Բա դուք չեք, ասենք, ձեր մտքով չի անցել, այ մարդ, այս երեխեն, այս ճիշտ կյանքի փորձ ունի, որ մի հատ էլ նստել այնցի խորհուրդ է տալի։ Դա տղա ջան, քո սովորելու տարիքն է, հələ դու պետք է սովորես, հələ դու պետք է փորձ բերես կյանքիդ մեջից, փորձ բերես, դու որպես մարդ ձևավորվես, նոր ես նստեմ քեզ կոմենտ գրեմ կամ լայք եմ։ Բա ես եթե 60 դուրս է գալի 60, 70, 50 տարեկան մարդկանց խելքը այնքան չի աշխատում, որ 20 տարեկանի լայքում է։ Կյանքի փորձ չունեցող մարդու դրած լայքում է։ Բա ես դրա դուք հանկարծ չմտածեք ես չգիտեմ ինչ որ լայքի կամ ինչ որ բանի այստեղ խոսակցությունա գնում։ Ես ասում եմ որ այդ մարդկանց դուք փչացնում եք։ Ուղղակի փչացնում եք։ Այդ մարդը ուրիշ ձև է սկսում ձևավորվել, այդ մարդը չի ուզում էլ գնա սովորի։ Ոչ մեկ չի ուզում,
Այն ոնց են ասում, ջանին ջաֆատա, այսինքն մարմնին ծանրություն տա, գնա այտենց աշխատի գումարված տակի, որ մեկը չի ուզում տունը նստած փող աշխատի, դիվանում, կներեք, դիվանում պարկած փող աշխատի, դա բոլորիս երազանքն է, բայց դիվանում վրա պարկած փող աշխատում են, որ մարդիկ, միայն հիվանդ մարդիկ, ովքեր հիվանդություն ունեն, ունակ չեն ֆիզիկական աշխատանքներ տանել, բա դուք առողջ մարդկանց ինչեք հիվանդացնում, բա եկուց այդ մարդը, որ ընգավ, դու իրան լայքել ես, հասցրեցի իր ուզած գագաթնակետին, մեկ էլ ինքը ընգավ, որտեվ մեծ մասը այտենց մարդիկ ընգնում են, վերևից ցած են ընգնում, ու քեզ դիմի, հիշի քեզ, ու դիմի ասի, գիտես ինչ այսօր նեղն եմ, ինձ կօգնես, դու ոնց ես կարծում, դու իրան օգնելու ես, դու իրան տեղում բլոկ ես անելու, բայց կյանքում հասկացի, դու պատճառ ես դարձել, իրա այսօրվա, որ ինքը ընգել է, ու արդեն իրա ժամանակը անցել է, ինքը չգիտի ինչից սկսի, դա միայն քո մեղավորությունն է, որ ինչա ինքը քեզ դուր է եկել, կամ չգիտեմ ինչա ինքը քո ընկերու հարևանն է կամ հարևանուհին է, ուղղակի ուզեցել ես ուշադրություն դարձրես, նկարը լայքի, խնջույքները լայքի խնդիր չկա, բայց միտք, երբ որ մեկը ուզում է մեկին խորհուրդ տա, դուք մի հատ սենց ուղղակի քննեք, ասենք, չէ, ես չի եղել, որ ասենք, դու մեկին ասես, այ տղա քո տարիքն է կամ այ աղջիկ ջան, քո եղած ինչա դու եկել ես ինձի խորհուրդ տաս։ Հələ դու հասի իմ տարիքին, այդ բառերը հենց այնց չեն ասում։ Այդ բառերը, որ մենք ունենք մեր բառապաշարի մեջ, որ հələ հասի մեր տարիքին նոր կխոսած, դրանք հենց այնպես չեն ասվել։ Ուրեմն դա իրականում գործում է, դի կա։ Բայց ես այսօր, եթե այստեղ նստած եկել եմ, որ կարենամ այստեղ, ես մի օր կկիսվեմ, ցույց կտամ, ես ինչ եմ աշխատում, որտեղ փառք Աստծո աշխատում եմ, բայց բնավ դա իմ մասնագիտության հետ կապ չունի։ Կապ չունի։ Ու այն մարդը, այն ինչը որ մարդը իր մասնագիտությունը չի, կամ միգուցե որոշները սիրով չեն աշխատում, դա արդեն գումարվում է, քո հոգնածությունը գումարվում է, բացի նա, որ դու նախ զրոյից սովորում ես աշխատանքը, չես սիրում, որոշ տեղեր լինում է վճարման խնդիրներ, որ քո սրտով չի, ճիշտ չի գնահատվում արդեն քո աշխատանքը։ Հա, մեկ էլ սենց է, որ այս ամեն ստրեսներից հետո մեկ էլ ֆռում է գալիս է, հոպ, մեկը քեզ գրում է, որ խնդրեմ կարաս օգնես։ Ու ես այն մարդկանց տեսակից չեմ, որ ասենք, բռնեմ բլոկ անեմ իրան։ Չէ, սիրտս չի տանում։ Ես ասում եմ, լավ, սկսում եմ արդեն ես մտածել, որ ասենք, ես ինչ անեմ այս մարդուն օգնեմ։ Կամ դու գիտեք ինչքան մարդիկ կան, որ ես պարտավորվածություն իրանց ունեմ օգնելու, բայց ես դեռ չեմ կարող օգնել։ Դրա համար Հայաստանում ապրող մարդիկ, դուք սկսեք, երբ որ դուք առաջնորդ եք ընտրել, առաջնորդ եք կամ տեսնում, հա, ումը որ բերում եք դուք առաջնորդ եք սարքում կամ ուզում եք սարքել, դադարեք իրանց պաշտպանել ու իրանց ընտանիքին պաշտպանել։ Երբ որ դուք առաջնորդ եք ընտրում, դուք իմացեք այդ առաջնորդը ձեր կյանքը բարեկեցիկ սարքելու է, թե չէ։ Իսկ այսօր դուք որ պտտվում եք այդ 4-ի շուրջ, Լևոն, Նիկոլ, Սերժ, Քոչարյան, դուք արդեն տեսել եք իրանք ղեկավար եղել են, այնպես չի, որ իրանք իրանց կարողությունը կամ իրանց ձևը աշխատանքի ձեզ ցույց չեն տվել։ Իրանք արդեն ցույց են տվել իրանց եղած ժամանակով, իրանք ինչ են պատրաստ անել ժողովրդի համար։
Ու դուք նորից պտտվում եք այդ 4-ի շուրջը։ Սկսեք այն ինչի համար, որ իրանց ընտրել եք, իրանցից սկսեք պահանջել, որպեսզի դրսում ապրող մարդիկ էլ հայ ենք, չէ՞ մենք վերջը։ Մեր գեները ջուր չի դառնա, մեր արունը ջուր չի դառնա, կարողանանք այդ մարդը իր պարտականությունները որ անի, դրսում ապրողը բավականին շատ գոնե հոգեպես հանգիստ կլինի ու այդքան որ օգնության ձեռք են մարդիկ մեկնում որ դու կարողանաս օգնես, ստեղել մեր վրա մեր հոգնածությունը մի փոքր կպակասի։ Մենք կսկսենք գոնե մի քիչ շատ աշխատել։ Այդ ժամանակ կարող է մեզ կարենանք թույլ տանք ինչ-որ մեկին օգտակար լինել։ Բայց այնքան շատ են, նորից եմ ասում, որ դու սենց ասում ես, արդեն դու աշխատում ես։ Բայց արդեն ասում ես, ախպեր ոնց ես ասենք, ես օրինակը տենց եմ մտածում, ասում ախպեր ոնց ես կարող եմ աշխատավարձը քիչ հա, կարող է իմ մոտ ինչ-որ մի բան ինչի, որ ես չեմ կարում։ Այդ երբ ես դառա, որ ես մարդուն չկարեցա օգնել։ Մինչ դեռ որ ինձ ճանաչողները գիտեն, ես մարդկանց ոնց եմ օգնել։ Ես մարդկանց չեմ օգնել։ Ես ընտանիքներ եմ օգնել։ Ընտանիքներ, երբ որ ապրել եմ Հայաստանում։ Չհաշված իմ ոչ մի ընկերը այն ով որ ինձ ընկեր ա եղել։ Գրպանում դատարկ չեմ թողել։ Գնացել ես դուրս ապրի ինչ գործ ունես Հայաստանի հետ։ Իսկ միգուցե կարող է դրսում ապրող մարդը ուզում է այնքան բարեկեցիկ լինի Հայաստանը, որ հետ դառնա մի օր իր երկիր։ Էդ էլ կա։ Բա մարդ իր երկիրը լքում է լավ պայմաններից ելնելով։ Չնայած Աստված ջանկներես, ես Հայաստան ավելի լավ եմ ապրել, իմ ուզածի մեջ եմ ապրել ավելի լավ, քան ստեղ, որտեղ ստեղ իմ աշխատանքը, ես այո, սկսեցի սիրել, ցույց կտամ անպայման ձեզ ինչով եմ զբաղվում, նորից ստեղծագործ բանա, բայց դա իմ մասնագիտությունը չի, ես նոր եմ սկսել սիրել դա։ Էս էր ասածս, հանեք հիմար արտահայտություններ, որ անում եք, հանեք, երբ որ տեսնում եք մարդը խոսում է,